Star News-ը առանձնացրել և ներկայացնում է շոու բիզնեսյան օրվա ամենահետաքրքիր և ուշագրավ իրադարձությունները բոլոր մանրամասներով։ Տիգրան Ասատրյանի թոռնիկն առաջին քայլերն էր անում։ Նշենք, որ փոքրիկը կրում է Պապիկի անունը, երգիչն արդեն 3 թոռնիկ ունի։ Իռա Հարությունյանն էլ գործընկերների հետ զվարճալի հրապարակում էր արել։ Դերասանները հերթական նկարահանմանն էին մասնակցում։ Վաչե Ամարյանը կադրից դուրս զվարճալի հրապարակում էր արել։ Ավելի վաղ երգիչը ցույց էր տվել, որ չի կարողանում զսպել ծիծաղը։ Ուստեղ մտնում է մեր հետ այս փոքրիկը և այս գեղեցկուհին և այս գեղեցիկ և մեր Անուշիկ Պետրոսյանը։ Տեքստ ենք ասում, տեսնում եք ինչ պայմաններում ենք մենք նկարում, հեսա մեր ապերատորները մտնում է դուշ։ Դուշից ըղեք ենք։ Անուշիկ, մի քիչ կամանց։ Ոչ ու սենց էֆեկտով մենք սենց սարերից ես եկել եմ մի անգամ ստեղ։ Խնձորի ծառի տակին, ես իմ յարին սիրեմ։ Ասաց գնա սարը Սպասեք Նոր լուսանկարներ էր հրապարակել նաև դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը։ Նա ավելի վաղ հայտնել էր, որ այս շրջանում ծանրաբեռնված գրաֆիկով է աշխատում։ Դերասան պրոդյուսեր Մենչե հիվանդանոցից հրապարակում էր արել ու գրել. «Պարտադիր է դարձել իմ մոտ յուրաքանչյուր նախագծից հետո գնալ ստուգման, իսկ Full House-ից հետո ճիշտը հիվանդանոցն էր»։ Չնայած վերջին 2 օրերի ընթացքում իր հասցեին հնչող ամենատարբեր մեղադրանքներին ու քննադատություններին, դերասան Մկրտիչ Արզումանյանը դեռևս շարունակում է լռություն պահպանել։ Փոխարենը նրա շուրջ ստեղծված իրավիճակի մասին գրառում է արել դերասանի դուստրը Սուսաննա Արզումանյանը։ Նա մասնավորապես գրել էր. «Անկարծիք ու անմակարդակ, ոհմակ, ինչ հեշտ ա թվային աշխարհում մեկին վարկաբեկել, կարևորը ձեզ ոչ ոք չի տեսնում։ Բոլորդ ամեն ինչ գիտեք, էս կյանքը, աշխարհը փոխողն եք, չէ՞։ Խորհուրդ կտամ սկզբի համար հայելու մեջ նայել, խեղկատակներ»։ Տարիներ առաջ իր հարցազրույցներից մեկում դերասանը նշել էր, որ մեծ հաճույքով կխաղա, կցանկանա նաև զգալ, թե ինչ է նշանակում հանդես գալ դրամատիկ կերպարով։ Հնարավոր է այն ավելի հոգեհարազատ լինի, քան կատակերգությունը, բայց ամեն ինչ ժամանակին պետք է անել և հետս հետ է մատուցել։ Հանդիսատեսն ինձ ընդունում է կատակերգական ժանրի մեջ և այդ փոփոխությունը պետք է շատ նուրբ ու գրագետ արվի։ Նման նախագծեր իրականացնելու մտքեր ունեմ, բայց ժամանակի հետ է կապված։ Մտածել եմ մի քանի նախագծեր, որոնք ինձ համար շատ կարևոր են և պետք է իրականացնեմ։ Շատ հնարավոր է դրամատիկական կերպարն ավելի հարազատ լինի, քան կատակերգուհինը։ Չնայած նրան, որ Մկրտիչը երկար տարիներ հանդես է եկել կատակերգական կերպարներում, այնուամենայնիվ նրա մտերիմները գիտեն, որ ինքը իրականում ավելի լուրջ մարդ է։ Սա իմ աշխատանքն է, աշխատանքից դուրս բոլորս էլ հանգստանում ենք ու անպայման չէ շարունակենք նույն ոճով։ Ես զուսպ բնավորություն ունեմ ու կարիք չունեմ անընդհատ մարդկանց ապացուցել, որ այս գործով եմ զբաղվում, անընդհատ հումոր անեմ, ապացուցեմ, որ ես հումորիստ եմ։ Ի սկզբանե այդպես եմ եղել, երբ մարդիկ ինձ տեսնում են առաջին, երկրորդ, երրորդ անգամ և չեն ստանում այն, ինչ ակնկալում էին, զարմանում են։ Երբ ինչ-որ տեղ խնջույքի եմ, որը հազվադեպ է լինում, ես հանգստանում եմ, առանց լարվելու, առանց ինձ ցույց տալու կամ կատակելու, որովհետև մտածում եմ, որ գտնվում եմ հարազատ մարդկանց միջավայրում։ Բնականաբար անծանոթ մարդիկ էլ են լինում, որոնք ինձնից անընդհատ ինչ-որ կատակներ են սպասում, բայց կատակն աշխատանք է, որից դուրս ես փորձում եմ հանգստանալ։ Այդ լավ կամ վատ ճանաչելը լուսանկարվելու խնդրանքը ինքնագրերը կարելի է ասել ցուցիչ են, որ դու հասկանաս, թե դու որքան լավ ես քո գործն արել։ Եթե դա չլինի, ուրեմն կամ վատ ես քո գործն անում, կամ մարդիկ քեզ համարում են պրոբլեմատիկ ու չշփվող, բայց մյուս կողմից այդ ամենի համար մեծ էներգիա է պետք, որովհետև ոչ միշտ է տրամադրությունդ բարձր լինում։ Մինչդեռ պետք է ժպտալ այդ պահին, որովհետև մարդը տեսել է քեզ, ուզում է արտահայտի իր հույզերը, ուզում է ձեռքդ սեղմել։ Դերասանը մեկ անգամ չէ, որ խոսել է այն թեմայով, որ ինքը հստակ մոտեցում ունի այս կամ այն հաղորդման վերաբերյալ և թե ինչ նախագծեր պետք է դիտեն իր երեխաները։
Աշխատում եմ բացասական ինֆորմացիայով քիչ ծանրաբեռնել ինձ, բայց փորձում եմ գոնե ինչ-որ չափով տեղյակ լինել, թե ինչ է կատարվում։ Բացասական ինֆորմացիայի շատ լինելը խանգարում է ապրելուն։ Կան հաղորդումներ, որոնք արդեն սովորական են դարձրել մահը ներկայացնելը, և դա անում են ամեն օր։ Մահվան տեսարանը դարձել է սովորական, ամենօրյա, բայց չէ, որ դա կարող են դիտել նաև երեխաները։ Նախագծեր կան, որ հենց թատրոնի հետ են կապված, բայց կան գործեր, որ անպայման պետք է կարդալ։ Կարևոր չէ կինոյում ես, թատրոնում, թե հաղորդում ես անում։ Երկար տարիներ էկրաններին լինելով Մկրտիչը մի առիթով նշել էր, որ ամեն անգամ բեմ դուրս գալիս կամ նկարահանումների ժամանակ իր մոտ այն զգացողությունն է, թե դա առաջին անգամ է։ Բայց հենց սկսում ես, ինքնըստինքյան շարունակվում է։ Յուրաքանչյուր նկարահանման կամ շոուի լավ ավարտից հետո ես շնորհակալություն եմ հայտնում Աստծուն։ Ես իմ հաջողությունները կապում եմ Աստծո հետ։ Ես և իմ ընտանիքի անդամներն այդպես ենք վերաբերվում ամեն ինչին։ Դու պետք է զգաս, որտեղ ես, որքան է քեզ պետք, շատ թե քիչ։ Նրա մտերիմներն ու իր հետ գոնե մեկ անգամ շփված մարդիկ Մկրտիչին բնութագրում են որպես համեստ մարդ, ով չի գոռոզացել այս տարիների ընթացքում։ Այդ մասին խոսելիս դերասանը նշել էր. «Ամեն մարդ կյանքն իր ձևով է ընկալում, ես կարծում եմ, որ ինչի էլ հասել եմ իրականում քիչ է, եղավ ինչ-որ նվաճում, շատ լավ է, անցանք առաջ»։ Ժամանակին տարբեր նախագծերի եմ մասնակցել այնպիսի աստղերի հետ, որոնց հետ հանդես գալը ցանկացած դերասանի երազանքն է և շատերի դեպքում մնում է զուտ երազանք, բայց բնականաբար կյանքը շարունակվում է և երբեք այդ կետում չի ավարտվում։ Ուրախ ու երջանիկ եմ, որ անցա այդ ճանապարհը ու սթափ մտածելով գնում եմ առաջ։ Իհարկե, երբեք չպետք է նաև մտածել, թե այնինչ անում ես քիչ է։ Ուղղակի ճիշտ գնահատելով, շնորհակալություն հայտնելով Աստծուն, որ նման հնարավորություններ է ստեղծում, անցնում ես առաջ։ Ստեղծագործական կյանքում կորուստ է համարվում այն, երբ ստեղծագործող մարդը չի գիտակցում, թե ինքը որտեղ է գտնվում, հատկապես երբ չես գիտակցում, թե ինչքան ես տալիս, քիչ ես տալիս, քեզ թվում է շատ է կամ շատ ես տալիս, քեզ թվում է քիչ է։ Օրինակ, մարդը գրում է երաժշտություն և այն համոզմունքն ունի, թե դա վերջն է, բայց իրականում սովորական հերթական մի աշխատանք ես լսում։ Այս դեպքում բնականաբար մարդը կուրացել է։ Նա աճելու մասին գաղափար էլ չունի, գիտակցությունը չունի, որտեղ է, ինչքան է իրեն պետք։ Նա ստեղծագործական կորստի մեջ է։ Իմ ստեղծագործական կյանքում ես կորցրի, բայց գտա շատ ավելին, քան սպասում էի, այնպես որ ես շնորհակալություն եմ հայտնում այդ կորստին, որի շնորհիվ շատ բաներ ձեռք բերեցի, որոնք նախկինում չէի էլ նկատել։ Կարծում եմ, իր գործը սիրող և հարգող մարդը իրավունք չունի մտածել, թե ինչ-որ բանի հասել է և դա բավական է։ Կապ չունի, թե որ ոլորտում, քանի որ երբ մարդը սկսում է նման կերպ մտածել, նրա մոտ անկում է սկսվում։ Նույնպես ինձ մոտ է տարիներ առաջ ես անգամ չէի կարող պատկերացնել, որ հանդես կգամ տարբեր նախագծերում, որոնց մասին կարող էի անգամ երազել, բայց այդ ամենով պետք չէ եզրափակվել, անընդհատ պետք է անել ավելին, կատարելագործվել և սովորել, որովհետև ցանկացած տարիքում մարդը պիտի սովորի։ Ցանկացած տարիք ունի իր ընկալման աստիճանը։ Մկրտիչ Արզումանյանը մի առիթով ասել էր, որ կրկնվելը դերասանի և առհասարակ ստեղծագործող մարդու համար արհավիրքի, լճացման և ինքնասպանության է նման, և անդրադառնալով թեմային, որ ինքը երկար ժամանակ հանդես է եկել կատակերգական ժանրում և արդյոք մտավախություն չունի, որ կմոտենա այդ լճացման աստիճանին, նա նշել էր. «Մտավախություն միշտ կա ցանկացած նախագծում։ Նույնիսկ մտավախությունը կա ավելի շատ այն ժամանակ, երբ նույն կերպարը մի քանի անգամ խաղացել ես։ Այդ զգացողությունը հաճախ լինում է հեռուստատեսային նախագծերում, երբ անընդհատ պետք է հանդես գալ օրինակ ավտոտեսուչի, ոստիկանի կամ բժշկի դերում։ Նույն մասնագիտության տեր մարդկանց պետք է ներկայացնել տարբեր ձևերով։ Միշտ պետք է նոր գույներ հաղորդել կերպարներին, ամեն դեպքում կարևոր է չկրկնվելը։ Պարզապես պետք է լինես այնպիսին, ինչպիսին կաս, եթե խաղաս այդ ամենը, ապա օրերից մի օր կհոգնես ու բոլորը կհասկանան, թե իրականում ով ես։ Ես դեռ չեմ խաղում, ես ապրում եմ ու եթե անկեղծություն զգամ դիմացինիցս, ուրեմն ամեն բան կանեմ նրա համար, եթե չզգացի, կփակվեմ ու այլևս չեմ բացվի։ Ճիշտ է, շատ բաներ են լինում իմ կյանքում, որ ես ցավ եմ ապրում, բայց իմ տեսակը այսպիսին է։ Իմ օգնության կարիքը զգացող մարդուն ես միշտ պատրաստ եմ լսել և ձեռք մեկնել։ Հիմա արդեն ոչնչից չեմ զարմանում, քանի որ այն ամենից, ինչից պետք է զարմանայի, արդեն անցյալում է»։ Խոսելով երեխաների հետ հարաբերությունների մասին, Մկրտիչը նշել էր. «Բնականաբար ամենակարևորն աղջկա հումոր, տղայի դեպքում հոր հետ շփումն է։ Ես էլ, կինս էլ ուշադիր ենք, որ ամեն ինչ ճիշտ
ճիշտ լինի։ Ինտերնետի ու ինֆորմացիայի դարաշրջանում պետք է այնպես անես, որ երեխան ճիշտ ու մաքուր դաստիարակվի։ Զրկված եմ եղել շատ բաներից, իմ ծնողները չեն կարողացել ինձ տալ այն ամենը, ինչի մասին երազել եմ։ Ես հիմա աշխատում եմ ապահովել երեխաներիս։ Ես ու կինս սիրում ենք երկուսով ճանապարհորդել, բայց նրանց էլ ենք երբեմն տանում։ Դա զարգացնում է աշխարհայացքը, հանգստացնում է, նոր ուժերով ես վերադառնում աշխատանքի։ Նրանք պետք է ճիշտ զգան կյանքը։ Իհարկե, կյանք է, տարբեր մարդիկ կան ու տարբեր իրավիճակների մեջ կարող են հայտնվել։ Տա Աստված, որ ամեն ինչ իրենց մոտ նորմալ լինի։ Փորձում եմ երեխաներիս հետ հնարավորինս շատ շփվել, բայց ժամանակը գործում է իմ դեմ։ Շատ եմ աշխատում ու հաճախ ժամանակս չի բավականացնում ցանկությանս չափ շփվել ընտանիքիս հետ։ Մկրտիչ Արզումանյանի ծննդավայրը Գյումրին է եւ մի առիթով խոսելով այն մասին, թե որն է Գյումրիի ու Երևանի ամենամեծ տարբերությունը, դերասանը նշել էր. Գյումրին շատ լավ քաղաք է, շատ ջերմ, շատ հյուրասեր, բայց ցավոք սրտի հեռու է մնում երկրում կատարվող զարգացումներից։ Իրոք աչքից հեռու է, շատ ճիշտ է ասված, քանի որ այնտեղ կատարվում են այնպիսի բաներ, որ միջնադարում են կատարվել, շատ ցավալի է։ Մյուս կողմից էլ Գյումրին բացառիկ մշակութային քաղաք է, որտեղ չնայած դժվարություններին ստեղծվում է մշակույթ ու երբեմն զարմանում ես, թե ինչպես։ Մկրտիչ Արզումանյանի անվան շուրջ պտտվող ամենահաճախ հանդիպող խոսակցությունը նրա եւ Հայկ Մարությանի ընկերությունը, այնուհետև բաժանումն ու կրկին հաշտվելն էր։ Ժամանակին մեծ աղմուկ բարձրացրեց այն հանգամանքը, որ Հայկ Մարությանը ներկա էր գտնվել Մկրտիչ Արզումանյանի ներկայացմանը եւ խոսելով այդ մասին Մկրտիչը նշել էր, որ երբ ինքը իմացել է, որ նրանք ցանկություն են հայտնել գալու, նշել է՝ թող համենան։ Դերասանն ասել էր, որ դա եղել է իրենց առաջին հանդիպումը կոնֆլիկտից հետո։ Մկրտիչը խոսել էր նաև իրենց հարաբերությունների եւ ժամանակ առ ժամանակ հանդիպելու մասին ու ասել՝ առաջվա լարվածությունն ի ուրախություն երկուսիս անցել է։ Ժամանակին տարածվել էր մի խոսակցություն նաև, որ Մկրտիչ Արզումանյանը ցանկանում է մտնել քաղաքականություն եւ մասնավորապես դառնալ Գյումրու քաղաքապետ։ Մկրտիչը ինքն էր անդրադարձել այս թեմային եւ գրառում կատարել։ Ցանկանում եմ անդրադառնալ վերջին օրերին շրջանառվող ապատեղեկատվությանը։ Ես չեմ պատրաստվում դառնալ Գյումրու քաղաքապետ կամ որևէ պաշտոն ստանալու նպատակ չունեմ։ Ես անչափ շատ եմ սիրում իմ աշխատանքը եւ ասեմ ավելին, զբաղվելով իմ գործունեությամբ, լինելով իմ տեղում արվեստի բնագավառում շատ ավելին կարող եմ անել ոչ միայն իմ հարազատ քաղաքի, այլև իմ երկրի համար։ Որպես հետգրություն դերասանն ավելացրել էր, որ երբեք չի եղել քաղաքագետ եւ հույս ունի, որ մոտակա 100 տարում չի էլ դառնա։